չի կարելի ոչ մեկին ընտրել։ Եվ Սամվել Կարապետյանը։ Դա տնանք ինքը ոստեղ ղեկավարի, Հավատում եք իրան։ որ չհավատան ոնց կամ ընտրեմ։ Ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, բայց չգիտեմ։ Սամվել Կարապետյանի մասին ինչ վերաբերմունք ունեք եւ ինչի համար կարելի է իրան ընտրել։ Որովհետև ժողովրդական մարդ է, ինքը մտածում է ժողովրդի հետ ամեն ջիվի մարդ։ Բոլորս էլ պիտի միասին ձայն տակեն, որ ինքը հաղթանակ։ Ինչ արժանինքներ ունի։ Բարձր, եսին ամեն ինչ։ Ոնք մարդ չգիտեմ, ինձ խորը չգիտեմ։ Ինչոցած։ Ես ինքս Ղարաբաղից եմ չհավատանում, ես որ եկել եմ այստեղ, գնացել եմ որ բանը քաղաքացի դառնամ, չեն ընդունում։ Ասում արդեն 60 տարի է որ ամուսնացել եմ, ասում գնաց ամուսնության վկայականը բեր, Բաքու քաղաքից, մի ոնց գնամ։ Այդ է ինձ։ Հիմա մեզ չգիտեմ ինչի չեն հարգում, Ալուրի շոշին բան չեմ, բայց ես ցանկանում խաղաղություն լինի, որ ժողովուրդը կարեն ապրեն, որ մենակ այս ջահելները ողջ առօր ապրեն, արդեն 6-7 հազար փող են կազմել։ Ինչի համար կարելի է ընտրել Սամվել Կարապետյանին։ Լավ ղեկավար լինի, որ կարող ժողովուրդին տեղի իմանա, հոգս քաշի։ Այդ են ցանկանում, ուրիշ ոչ մի բան։ Ինքը քաղաքացի չէ, ինքը պետք է քաղաքացի լինի, որ կարեն անիրան ընտրեն վարչապետ։ Ես հատը Սամվել Կարապետյանից տեսել եմ, ինքը ինչ հարաշ հիվանդանոց է սարքել, չմեր մեծեր ընդեղ ամբուժվել են, ընդել ջահել տղերք են բուժվել, կռվող տղերք են բուժվել ու պիտանի է եղել։ Սամվել Կարապետյանը մեծատարով անձ է։ Աղթիանտրությունը մի բան կանենք։ Ես իրան չեմ ճանաչում ու չգիտեմ։ Շատ լավ է բերվում։ Ինչի համար, որտեղից է եկել այդ կարծիքը։ Որ Ղարաբաղից մեզ հիվանդանոց է սարքել, ծնդատումն է սարքել, ինչ է։ Իրան ուժի ինչ պատած անում ալի։ Որ ընտրենք ինչը կփոխվի։ Ամեն ինչ կփոխվի։ Ընտրելը ես հիմա չգիտեմ, բայց շատ լավ կարծիք ունեմ։ Աշխատասեր մարդ է, ստեղծող։ Ինչ ասեմ։ Բայց դեմի Ընտրությունները չենք խառնում իմաստը։ դա բայց դա կգա ժամանակը կիմանանք ում ենք ընտրել։ Դա որ արժանինքի համար կարելի է նրան ընտրել։ Հենց իր աշխատասիրության համար, որ մարդը ստեղծում է։